Լույսը բարի է, օրը բարի է, երեկոն բարի է, թանկագիններս, հրաշալի օր բոլորիդ, խնդրանք սա, որ տարածեք Տիրոջ խոսքը, գործեք Աստծո դաշտի մեջ որպես մշակներ, կարդում եմ մի հրաշալի տեղ, առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ 10-րդ խոսքում Պողոս առաքյալը հենց դրա մասին է խոսում. Բայց Աստծո շնորհքովն եմ, ինչ որ եմ, եւ նրա շնորհքը, որ ինձ անում է, ունայն չեղավ, այլ նրանց ամենից ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծո շնորհքը, որ ինձ հետ է, հալելույա։ Սերնես մենք ապրում ենք շնորհքի դարաշրջանում։ Շնորհք, Տիրոջ շնորհքը զորացնում է մեզ, Տիրոջ շնորհքը մեզ սարքում է ավելի աշխատասեր, բարի գործերի մեջ։ Տեսեք, Պողոսն ասում է, որտեղից էր ինքը ավելի շատ աշխատում, որովհետև Տիրոջ շնորհքը ավելին էր իր վրա։ Այսօր շատ քրիստոնյաների հետ խոսում եմ, ասում են իմ գործը չի, սա չի, նա չի։ Ուրեմն սիրելիս, Տիրոջ շնորհքը քիչ է քո վրա։ Թող Տիրոջ շնորհքը ավելանա մեր վրա, եւ երբ որ ավելանա, մեր գործերն էլ, աշխատանքն էլ կավելանա, իմացեք, որ Աստված անիրավ չի, որ մեր գործը մոռանա, Տերը կհատուցի, այնպես որ Տիրոջ շնորհքը թող ավելիով գա, կրկնակի շնորհք, հալելույա, Հիսուսի անունով, ամեն։